В нашем деле главное этот самый реализм. Ну, пора, турист. Սամվել Կարապետյանի քարոզչական թիմը նոր ֆորմատ է հղացել։ Ուժեղ ալիքի Ալիկ Ալեքսանյանի կողմից 5 հարց հղել կլիենտին, որպեսզի դրանց տրված պատասխանների միջոցով հանրությունը տեսնի ու համոզվի, որ Սամվել Կալուգացին բառը բառիքով դնելու պարզ ընդարձակ նախադասություն կազմելու կարողություն ունի եւ նրա դեմքով ու ձայնով միշտ չէ, որ խոսում ու ցուցադրում է արհեստական բանականությունը։ Արդեն երկրորդ թողարկումն է Facebook-յան եթեր հեռարձակվել ու այդ երկու թողարկումների ժամանակ հնչած հարց ու պատասխանի որակն ու մակարդակը ստիպում են անել պեսիմիստական եզրակացություն։ Արհեստական բանականությամբ գեներացված Սամվել Կարապետյանը ոնց որ թե ավելի գրագետ էր, ավելի լրջմիտ ու adekvat, քան օրիգինալը։ Եվ ուրեմն, ինչպես կասեր դասականը, օրիգինալին տարեք, ժողովրդի ասած պատենդին հետ բերեք։ Թվում էր, թե բարերար, հարուստ, հաջողակ, Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ներառված Սամվել Կալուգացին պետք է սրբազան երկյուղացությամբ վերաբերվեր աշխարհում ամենաթանկ բանին՝ ժամանակին։ Այն օգտագործեր հաշվարկված, չափված, ձևված խոսքով հանդես գալու, հանրությանն իր տնտեսական վաու ծրագրի դրույթները, նյուանսները, թող որ պոպուլիստական լուծումները գրագետ, թիրախային, մի խոսքով իր ասածեն վիշի կլասի ձևերով մատուցելու, տո հալելու ժողովրդի գլուխը լցնելու նպատակով, բայց ոչ։ Իրեն բես պիծի մինուտ ու թիմի առաջ վարչապետ երևակայող Սամվել Կալուգացին փաստորեն որոշել է ժամանակը մսխել իր թիմի ուժեղներից մեկի ինչքան ուժ ունի չխմազ հարցերին պատասխանելու նպատակով։ Էժանագին որակումներ, անմակարդակ շուլուխներ, ջրիկ, պարզունակ, մանկապատանեկան դիտարկումներ անելու վրա Սամվել պոպուլիստից մաններից վերածվելով Սամվել գյադայիստի, գյադա բառից։ Դառնանք հարց ու պատասխանի ժամանակ հնչած մի հանճարեղագույն հարցի. ինչու է Հայաստանն այդքան աղքատ։ Թվում էր միլիարդատեր մարդը, որը քաղաքական լրջագույն հայտ է ներկայացրել դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ ու առերեսվել այդ չափազանց զգայուն աղքատության խնդրին, պետք է արգելել իր քարոզչական թիմին ջրի կանալ այդ թեմայով, իրեն ոտքի վրա բլից ֆորմատում հարց տալ, տարողունակ, բազմաշերտ այդ հարցի վերաբերյալ, միաժամանակ դարակում ունենալով թեմայի վերաբերյալ ծանրակշիռ փաստարկված վերլուծություն, բայց էլի ոչ։ Հարցը ոչ միայն հնչեց, այլև դրան աշխարհի մակարդակով հարուստ մարդու կողմից տրվեց ցինիկագույն պատասխան։ Ահա այն։ Որովհետև իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց։ Նրանք կարում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10,000 դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները։ Զիլ տրամաբանություն է, ինչ խոսք։ Այսօր երկրում աղքատություն կա, իշխանության գլխում արկա աղքատության պատճառով փաստորեն։ Սամվել Կարապետյանի քիփ ընկերների Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք ստացվում է երկրում աղքատություն պիտի որ եղած չլիներ։ Այն էլ երկնիշ թվերով, քանի որ այդ իծնե, իբնե հարուստ նախագաների գլխում գրողատանի տոտալ հարստություն էր։ Այն մասշտաբի հարստություն, որ ժայթքել ու տարածվել էր ողջ երկրով մեկ, բոլորին ստիպելով ապրել հարուստ, կուշտ, գոհ ու բարգավաճ։
Դե իսկ նորմալ հարուստ ապրելու ընձեռված հնարավորությանը դիմադրած տասնյակ հազարավոր աղքատներին էլ երկրում ստեղծված վիճակը այլ երկ չէր թողել, քան արտագաղթի ավտոբուսները, սամալյոտները բարձվելը, կներեք բառի համար, ու հայդե երկրից դուրս քշվելը, այդ թվում Ռուսաստանի տարբեր քաղաքներ, Պսկովից մինչև Յակուտսկ եւ Օմսկ, թե Օմսկ։ Այնպես որ Հայաստանը աղքատներից մաքուր երկիր էր, հետևապես նախընտրական շրջանում, երբ ընտրակաշարք էր բաժանվում 5000 դրամի տեսքով կամ բնեղենով, ասենք ջեմի, տուկի թելի, սերմացու կարտոլի տեսքով, դա արվում էր միանշանակ հայրենանվեր, ոչ թե սոցիալապես խոցելի խմբերի քվեներն առնելու նպատակով։ Ի գիտություն Սամվել Կալուգացու, որը փաստորեն չափազանց զբաղված է եղել իր հարստությունը դիզելով ու աչքաթող է արել հայրենի երկրում ապրողների դրությունը, Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք եղել է երկնիշ աղքատություն։ Մասնավորապես 2007 թվականին երկրում աղքատության մակարդակը 25% էր, 2010 թվականին այն հասել էր 35.8%-ի, իսկ 2017 թվականի ամփոփ տվյալներով աղքատությունը կազմում էր 25.7%։ Հա, մի բան էլ։ Աղքատության թոշակների բարձրացման թեման շոշափում է մեկը, որի ղեկավարած ուժի ներկայացուցիչները ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների օրերս բռնվել են ընտրակաշարքի գործով։ Հարգում ենք նրանց բոլորի, անխտիր բոլորի անմեղության կանխավարկածը, բայց հարց է ծագում։ Եթե այս աղքատ գլխով իշխանությունը մարդկանց թոշակները բարձրացնում է իր ոչ հայրենանվեր խոսույցները թելադրելու համար, ապա ինչ նպատակով է հարուստ գլխով, քսակով, բանկային հաշիվներով Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ընտրակաշարք բաժանում։ Սարգիսիչի արտաբերած այդ որ հայրենանվեր, ազգահաճո, աստվածաշնչային խոսույթը թելադրելու համար։ Առաջարկում ենք մեր բարձրացած այս հարցադրումների հետ կապված 5 հարց հղել Սամվել Կարապետյանին։ Հա, մի թախանձագին խնդրանք էլ ընդմիշտ ուժեղ Ալիկ Ալեքսանյանին։ Հաջորդող 5 հարց ու պատասխանը պլանավորելիս այնպիսի թեմաներ ընտրեք, որ շեֆին անհարմար դրության մեջ չդնեք, թե չէ ընտրողը ձեզ նայում ու գնալով համոզվում է հայտնի սովետական ֆիլմի հերոսի ասած խոսքերում, այս խոսքերում։ Как говорит наш любимый шеф, если человек идиот, то это надолго. Лёлик, я не понимаю, о чем ты говоришь? Сейчас поймешь. К шефу. Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։